Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգարժան փոխոցնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի Արցախի քույրեր եւ եղբայրներ, այս օրերին շատ ենք լսում տարաբնույթ խոսակցություններ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը այլևս չի ցանկանում սոցիալական աջակցություն ցուցաբերել տեղահանված անձանց։ Որոշ քաղաքական շրջանակներ փորձում են ձեզ դիրքավորել որպես պահանջատեր եւ գերակա տուժողներ, ձեզ ուղղորդում են Հայաստանի Հանրապետության կառավարության հասարակ ժողովրդի դեմ, սեպ են խրում հասարակության մեջ։ Այս ուժերը եւ Արցախում եւ Հայաստանում միայն թալանել են, զավթել են, ունեզրկել են, Երևանի կենտրոնում անմեղ մարդկանց են գնդակահարել, ժողովրդավարական արժեքներից դուրս մաֆիոզ, դիկտատորական համակարգ են ստեղծել, ժողովրդին են ստրկացրել։ Սա է այս խմբակի կարողությունները եւ ցանկությունները, եւ պետք է խոստովանեմ, որ այս գործում մեծ վարպետ են։ Այս քաղաքական ուժերը երբեք չեն մտածել Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հզորացման, մարդկանց բարեկեցության մասին եւ չեն կարողացել քաղաքական ինքնուրույն եւ ընդհանրապես քաղաքական որոշումներ կայացնել, քանի որ այդ որոշումները կայացնում էին մեր երկրի սահմաններից դուրս հեռավոր հյուսիսում։ Ես ցավում եմ, որ դուք ընդդիմության պարագլուխներ, քաղաքական ինքնուրույն եւ կամք չեք ունեցել որոշումներ կայացնելու եւ ընդհանրապես առաջնորդ լինելու կարողություններով եւ հմտություններով օժտված չեք եղել։ Ղարաբաղյան կլանը, նրանց հայրերը եւ մակլավիկները Ադրբեջանի եւ իրենց ձեռքով ամեն ինչ արեցին հայաթափելու Արցախը։ Լեռնային Ղարաբաղի քույրեր եւ եղբայրներ, Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում տուժել ենք բոլորս, տուժել ենք մարդկային ռեսուրսներով, մեր անգին զավակների, ամուսինների, եղբայրներին կորցներով, շատերն էլ դարձել են հաշմանդամ կամ տուժել են հարկադիր արտագաղթմամբ։ Տուժել ենք բոլորս, կորցրել ենք բոլորս, այնինչ եղավ համազգային ողբերգություն է, այդ ողբերգությունը բոլորինն է։ Այսօր էլ այդ չարամիտ ուժերը լծված են մեկ այլ գործի, մեկ այլ նպատակ ունեն, մեկ այլ հրաման պիտի իրագործեն, վերջ տնեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, պետականությանը, լուծարել Հայաստանի Հանրապետությունը, ծայրագավառ դարձնել, զրկել ժողովրդին ազատությունից եւ բարեկեցիկ ապրելու իրավունքից։ Մենք այս ամենը թույլ չենք տալու։ Մենք կառուցել ենք շատ ամուր, հզոր, իրավական, ժողովրդավար պետություն եւ դրա համար անում ենք, անելու ենք ամեն ինչ։ Սիրելի ժողովուրդ, պետք է ասեմ, որ մեզ նաեւ շատ են մեղադրում, որ մենք խոստացել ենք, որ թալանը ետ ենք վերադարձնելու, բայց գործընթացը չենք կարողանում իրականացնել։ Դանդաղ ենք իրականացնում կամ շատ զգուշավոր ենք եւ այլն։ Դա այդպես չէ։ Մենք հոգ ենք տանում մեր պետության, մեր ժողովրդի մասին, որովհետեւ ամենաթողություն կամ վենդետա լինելու դեպքում շատ մեծ վնաս կհասցնենք մեր իսկ պետությանը, մեր միջազգային հեղինակությանը, մեր ներդրումային միջավայրին եւ մեր անվտանգությանը։ Սիրելի ժողովուրդ, մենք ներդրել ենք ապօրինի ձեռք բերված գույքի բռնագծման համակարգը եւ այն այլևս իրողություն է։
Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ, այսինքն շուրջ 510 միլիոն դոլար, 1.7 միլիարդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույք գտնվում է կալանքի տակ, և դա հնարավոր չէ օտարել այս պահին, 1.5 միլիարդ դոլար ապօրինի ձեռք բերված գույքի մասով գործերը քննվում են դատարաններում։ Հարգելի քաղաքացիներ, թալանվածը, գողացվածը վերադարձնելու մեր կամքը չի թուլացել։ Մենք հավատարիմ ենք մնացել պետության ինստիտուցիոնալ կայացման գաղափարին, որը շատ բարդ է, բայց այն միակ ճշմարիտ ուղիղ ճանապարհն է։ Շնորհակալություն։